Երևանշին կազմակերպությունը միշտ աչքի է ընկել իր բարձրորակ և կազմակերպված աշխատանքով։ Իրականացնելով հանրապետության մի շարք կարևոր և բարդ նշանակություն ունեցող կառույցների շինարարական աշխատանքները։ Երևանշին կազմակերպության համար կարևոր են կառուցման տեխնոլոգիական և որակական բարձր հատկանիշները։ Ժամանակի ընթացքում ստանձնելով բարդ ու պատասխանատու կառույցների շինարարությունը, Երևանշին ընկերությունը առաջնորդվել է ճշտապահությամբ, տեխնոլոգիական ճկուն լուծումներով, իսկ բարձրակարգ ու փորձառու մասնագետները աշխատանքի ընթացքում հաղթահարելով դժվարությունները կարողանում են հմտորեն, կարճ ժամկետներում կառուցել սեյսմոկայուն կառույցներ։ Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ և գրանցել մեծ ձեռքբերումներ։ Իր անցած ճանապարհին Երևանշին ընկերությունը բազմաթիվ կառույցների հեղինակ է։ Երևան քաղաքում հատկապես յուրաքանչյուր տարի կառուցել է շուրջ 300,000 քառակուսի մետր բնակելի ֆոնդ, հաշվի չառած նաև դպրոցներ, մանկապարտեզներ մոտ 1 տասնյակից ավել։ Համալրված է ժամանակակից սարքավորումներով, ունենք լավ ինժեներատեխնիկական կազմ, անձնակազմ, որոնք իզորու են իրականացնել ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ և ոչ միայն իրականացնել, այլ նաև հնարավորություն ունենք իրականացնել այդ բազմաթիվ և բազմապիսի աշխատանքների նախագծման աշխատանքները։ Երևանշին ընկերությունը իր մասնավորությունից ի վեր մասնակցել է բազմաթիվ շինարարական ծրագրերի, որոնց շրջանակներում իրականացել է ինչպես նոր կառույցների, այնպես էլ երկրաշարժից տուժած շենքերի շինությունների վերականգնողական աշխատանքներ։ Դրանցից հատկանշական են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, որի շինարարական աշխատանքներն ավարտվեցին 2001 թվականի սեպտեմբերին, Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոնի հռչակման 1700-ամյակին։ Մեր ընկերությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Լինսի հիմնադրամի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Վերջինիս հետ համագործակցության արդյունքում իրականացվել են Երևանում օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի, կամերային երաժշտության տան, Հանրապետության հրապարակի և մի շարք այլ շենքերի ուժեղացման և վերականգնման աշխատանքները։ Ներկայումս Երևանշին ընկերությունը Երևան քաղաքի Աթենքի փողոցում իրականացնում է բազմաֆունկցիոնալ բնակելի հասարակական շենքի շինարարական աշխատանքները, որն ընդգրկում է մոտ 70,000 քառակուսի մետր մակերես։ Հատկանշական է մեր ընկերության մասնակցությունը նաև 1000-ամյակի մարտահրավեր հիմնադրամի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնց հիմնական նպատակն է, ինչպես գիտենք, ռոռոկվող գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և հանրապետությունում աղքատության կրճատման ճանապարհով տնտեսական աճի ապահովումը։ Նշեմ, որ Երևանշին ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, նորագույն սարքավորումներով, ինչպես նաև բարձր որակյալ ինժեներական կադրերով, որոնք ապահովում են նրա հուսալիությունն ու ծրագրերը ճիշտ ժամանակին և բարձր որակով շահագործման հանձնելու սկզբունքի իրագործումը։ Երևանշին ընկերությունը լինելով շինարարական առաջատար կազմակերպություններից մեկը կատարում է նոր քայլ ուսումնական և նախագծային ոլորտում։ Ուսումնանախագծային կենտրոն իր տեսակով առաջինը հանրապետությունում։ Կենտրոնի գործունեության հիմնական գործառույթներն են բարձրակարգ մասնագետների պատրաստումը, մասնագետների վերապատրաստումը, բազմատիպ ու բարձրահարկ կառույցների նախագծումն ու փորձակնական աշխատանքների իրականացումը։ Երևանշին ուսումնանախագծային մասնաճյուղը Երևանշին շինարարական և արտադրական կազմակերպության հետ համատեղ նպատակ ունի ստեղծել մեկ ընդհանուր միավորում, որտեղ կիրականացվեն թե նախագծային և շինարարական, և թե դիզայներական ու հարդարման աշխատանքները։
Սա հնարավորություն է տալիս պատվիրատուին աշխատելով մեկ կազմակերպության հետ եւ այդ համագործակցության միջոցով իրականացնել բոլոր տիպի աշխատանքները, նախագծումից մինչեւ շահագործում։ Մեր մասնագետները նաեւ տիրապետում են բավականին մեծ նշանակություն ունեցող ծրագրերին, համակարգչային ծրագրերին, որոնք թույլ են տալիս ինչպես մոդելավորել, հաշվարկել, նախագծել, այնպես էլ այդ ամենը ճշգրիտ ներկայացնել պատվիրատուին։ Եվ սա արդեն հնարավորություն է ստեղծում պատվիրատուի հետ աշխատել հեռահաղորդակցության միջոցով։ Մեր ուսումնական մասում մենք դասավանդելու ենք Lyra ծրագիրը, որի լիցենզիան ի դեպ վերջերս ենք ձեռք բերել ուկրաինական Lyra Soft մայր կազմակերպությունից լիցենզատու, եւ AutoCAD ծրագիրը նաև դասավանդվելու են ուրեմն հատուկ կուրս ինժեներ շինարարների համար, որը թույլ կտա նրանց ավելի լայն պատկերացում ունենալ շինարարական կոնստրուկցիաների աշխատանքի առանձնահատկության մասին։ Երևանշին ուսումնանախագծային մասնաճյուղը ունի այդ պոտենցիալը մասնագետների առումով եւ նաեւ շինարարական ու արտադրական առումով, եւ մենք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ընդլայնելու ենք մեր ծրագրերը, իրազեկ լինելով նախագծային եւ ուսումնական ոլորտում իրականացվող բոլոր նորարարություններին։ Երևանշին ուսումնանախագծային կենտրոնը ղեկավարվում է բազմափորձ ու բանիմաց մասնագետների կողմից։ Մասնագետներ, որոնք հեղինակ են բազմաթիվ հայտնի կառույցների, բարդ կոնստրուկցիաներով նախագծերի։ Նախագծեր, որոնք իրականացված են համագործակցային տարբեր հաշվարկային եւ գծագրական ծրագրերով։ Երևանշին ուսումնանախագծային կենտրոն կոնստրուկցիաների մոդելավորումից մինչեւ նախագծում։ Կառույցների նախագծեր ապահովված կայունությամբ եւ հուսալիությամբ։ Ուսումնանախագծային կենտրոնի տնօրեն Տիգրան Դադայանը եւ գլխավոր մասնագետ Լուսինե Կարապետյանը Հայաստանում եւ արտասահմանում կառուցվող տարբեր տիպի եւ նշանակության կառույցների կոնստրուկցիաների նախագծերի հեղինակ են։ Դրանցից են Արաբկիր համայնքում կառուցվող եկեղեցական համալիրը, հայտնի իր բարդ ճարտարապետական եւ կոնստրուկտիվ լուծումներով։ Էջմիածին քաղաքում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տաճարի հարևանությամբ կառուցվող Մատենադարանը, համակված կամարաշար արտաքինով եւ կոնստրուկտիվ բարդ հանգուցային լուծումներով։ Մոսկվա քաղաքում կառուցված մետաղե եւ երկաթբետոնե կրող համակարգերով կառույցների նախագծեր։ Մոսկվայի Դաստուպնե Ժիլիո ծրագրի հետ համագործակցության շրջանակներում մշակվել են 16 եւ 24 բնակելի հարկերով բազմաբնակարան տիպային շենքերի մոդելներ, իրականացվել հիմնավորումներ հաշվարկների միջոցով։ Ֆիխտներ գերմանական հայտնի կազմակերպության պատվերով իրականացվել են ռեզերվուարների եւ ջրամբարների հաշվարկներ եւ ուժեղացման նախագծեր։